Արևելյան մարտարվեստի ավանդական կարատեի հայ չեմպիոնները տեխնիկայի ցուցադրում կատա են անում։ 10 օր առաջ այս տղաները Եվրոպայի 36-րդ առաջնությունից 18 մեդալ են բերել Հայաստան, 13-ը ոսկե։ Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանն ասում է, միջազգային մրցաշարերում իրենց փորձը մրցակիցների հմտություններն 5 մատի պես իմանալն է նաև օգնել ճիշտ մարդ վարել։ Փորձառու մարզիկները շատ էին եւ ունենք մարզիկներ, ովքեր նոր էին անցել մեծահասակների մեջ, ովքեր նաև շատ լավ հանդես եկան։ Միայն քրտնաջան աշխատանքի, ամենօրյա ճիշտ աշխատանքի շնորհիվ է հնարավոր այսպիսի արդյունքներ ցուցաբերել։ Ամիսներով գիշեր ու զոր մարզվել են, որ Սերբիայում մեծ հաղթանակ գրանցեն, գերազանցեն իրենց նախկին արդյունքները։ Եվրոպայի առաջնությունների ժամանակ ինչ-որ փոքր խնդրի պատճառով, ինչ-որ բաստողման պատճառով, ինչ-որ փոքր նյուանսի պատճառով միշտ զիջել էինք, չեմպիոն չէի դարձել։ Այդ իսկ պատճառով այս տարվա տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունը 36-րդ մեծահասակների ինձ համար շատ կարևոր մրցաշար էր իմ կարիերայում, որպեսզի լրացնեմ այդ բացը եւ փառք Աստծո հաջողվեց։ Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը 36 հոգանոց թիմով է մասնակցել Եվրոպայի առաջնությանը ու երրորդ տեղը գրավել մեդալային հաշվարկով։ Մրցակից երկրներից յուրաքանչյուրը 100 հոգանոց թիմեր են տարել Սերբիա։ Մեր կարատեիստների խոսքով իրենք քիչ են եղել, բայց ավելի բարձր արդյունք են տվել։ 15 պետությունների մեջ, որոնցից մասնակցում էին մեր տարիքային խմբում 30 հզոր մարզիկներ, 3 փուլ հաղթելով գրավեցի երրորդ հորիզոնականը։ Սա իմ նորամուտն էր, այսպես ասած, այս տարիքային խմբում։ Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացած Էրիկ Հովսեփյանը մեծահասակների պայքարում հավասարը չի ունեցել Ֆուկուգո մրցաձևում։ Եզրափակչում ռումինացի կարատեիստին է ջախջախել։ Շատ արագաշար, շատ հզոր ֆիզիկապես մարզիկ էր, մինչ այս իր ուժեղությունը ցույց էր տվել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններով գործող չեմպիոններ, ինչ որ չափով է թերագնահատում էին ինձ, այդ ապացուցեցին, որ կարիք չկա թերագնահատել։ Եվրոպայի պատանեկան առաջնությունում էլ հաջողությունը հայ կարատեիստների կողմն է եղել։ 14-15 տարեկանների պայքարում Արթուրն ու Զավենը մեկական ոսկե եւ արծաթե մեդալ են նվաճել։ Շատ էի պարապում, պատրաստում էի այս առաջնությանը, որովհետև ի սկզբանե գիտեի, որ բարդ է լինելու եւ այդ շատ պարապմելը տվեց իր արդյունքը։ Ֆուկուգո մրցաձևում եզրափակիչ ենք դուրս եկել 2 հայ մարզիկներով, որը իմ կարծիքով պատմությունն է, որը կարողացել ենք կերտենք։ Կարատեում ոսկի կանոն է, պետք է մինչև վերջ պայքարել, չհանձնվել, չհանձնվողների մի մեծ բանակ է մարզվում այստեղ։ Էդգար Ղուշյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։